Հայ ժողովուրդը մայիսի 9-ին նշում է եռատոնը, հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Անցյալ դարի 1945 թվականին հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում հայերի հաղթանակին գումարվեց 1992 թվականին Շուշիի ազատագրման հաղթանակը։ Այս հաղթանակին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը։ Ուղիղ 34 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին Հարսանիք լեռներում օպերացիան, որի արդյունքում կարողացան ազատագրել Բերդաքաղաք Շուշին։ Եռատոնի հիմքում Խորհրդային Միության հաղթանակն է Գերմանիայի բանակի դեմ պատերազմում։ 1941 թվականից մինչև 45 թվականի մայիսը հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենական մեծ պատերազմում, մոտեցնելով հաղթանակը։ Պատերազմին մասնակցել է շուրջ 600,000 հայ, կազմվել են 6 հայկական դիվիզիաներ, որոնցից 314,000-ը զոհվել կամ անհետ կորել է։ Ի պատիվ Խորհրդային Միության հաղթանակի այս տարի ևս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպվել են միջոցառումներ։ Կարմիր հրապարակում անցկացվող հանդիսություններին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել տարբեր երկրների ղեկավարները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի տոնակատարություններին քարոզարշավի պատճառով։ Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել նաև Ղազախստանի, Ուզբեկստանի, Բելարուսի և մի շարք այլ երկրների առաջնորդներ։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին, հայտնել է Կրեմլը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը այս տարի չի մասնակցի հաղթանակի շքերթին։ MV Hondius զբոսանավում, որն ապրիլի սկզբից Արգենտինայից ուղևորվել է Ատլանտյան օվկիանոս, հանտավիրուսի բռնկման հետևանքով արդեն 3 մարդ է մահացել։ Կաբո Վերդեի ափերի մոտ խարիսխ գցած նավում գտնվող շուրջ 150 ուղևորներից ևս մի քանիսն ուներ սուր ախտանշաններ, իսկ վարակվածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասկածում է, որ վիրուսը սերտ շփման միջոցով փոխանցվել է մարդուց մարդու, ինչը բավական հազվադեպ երևույթ է այս հիվանդության պարագայում։ Մասնագետների նախնական վարկածով վարակի աղբյուրը հարավամերիկյան անդյան շտամն է, որը զբոսաշրջիկները կարող էին ձեռք բերել ցամաքային կանգառների ժամանակ։ Թեև նավի օպերատորը հայտարարել է լիարժեք ախտահանման մասին, սակայն Իսպանիայի իշխանությունները դեռևս վերապահումով են մոտենում նավն իրենց նավահանգիստներում ընդունելու հարցին։ Վարակի տարածման աշխարհագրությունն արդեն ընդգրկում է Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եվրոպան և Սուրբ Հեղինե կղզին, իսկ կոնտակտավորները հսկվում են Միացյալ Նահանգներում և Սինգապուրում։ Անորոշությունը ստիպում է միջազգային փորձագետներին խստացնել կարանտինային միջոցառումները, մինչև վերջնականապես պարզվի վարակման շղթան և հիվանդության տարածման իրական ծավալը։ Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքում այսօր պայթյուններ են որոտացել բալիստիկ հրթիռների և անօդաչու սարքերի համակցված հարձակման հետևանքով։ Հորմուզի նեղուցում իրանական զինուժի և ամերիկյան ռազմական նավերի միջև եղել են զինված անկանոն բախումներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Օմանի ծոցում իրանական 3 լցանավ շարքից հանելու մասին, սահմանված շրջափակումը խախտվելու հիմնավորմամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնին մեղադրել է հրադադարի դրույթները խախտելու համար, սակայն դեռևս քննարկում է ամերիկյան կողմի վերջին առաջարկները։ Արևմտյան վերլուծաբանները կասկածի տակ են դնում Սպիտակ տան ռազմավարությունը, քանի որ ռազմական ճնշումն այդպես էլ չի թույլատրել Իրանի պաշտպանական ներուժը։ Հակամարտության այս սրացումը եւ ելքի հստակ ծրագրի բացակայությունը վկայում են, որ կողմերից ոչ մեկ դեռևս չի հասել իր սկզբնական քաղաքական նպատակներին։ Մարկո Ռուբիոն Հռոմում եվրոպացի դաշնակիցներից պահանջել է անցնել կտրուկ գործողությունների Հորմուզի նեղուցում Իրանի ազդեցությունը սահմանափակելու նպատակով։ Թրամփի վարչակազմը ներկայիս իրավիճակը որակում է ոչ թե պատերազմ, այլ զինադադարի ու պարտադրված բանակցությունների միջանկյալ ու անորոշ փուլ։ Փեզեշքյանը հրապարակավ մերժել է արևմտյան գաղութատիրությունը, միաժամանակ դեռևս քննարկելով Սպիտակ տան ներկայացրած խաղաղության վերջին առաջարկը։ Հորմուզի նեղուցի մոտակայքում վերսկսված ռազմական բախումները կրկին բարձրացրել են նավթի համաշխարհային գները եւ անգել ձեռք բերված փխրուն հրադադարը։ Վաշինգտոնի հակամարտությունն ավարտված հայտարարելու փորձերը կասկածելի են թվում, քանի որ տարածաշրջանում պատերազմի վերսկսման սպառնալիքը մնում է օրակարգային։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի ֆոնին, կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը եւ ապահովել նավագնացության անվտանգությունը։ Մտահոգության առիթ է դարձել Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավթատարի վրա հարձակումը, որի անձնակազմի մեջ չինացիներ կան։ Պեկինը շեշտել է, որ նեղուցով նավերի անխափան անցման շուտապույտ վերականգնումը բխում է միջազգային ամբողջ հանրության շահերից։ Մոսկվայի հաղթանակի օրվա տոնակատարություններից առաջ Կիևում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին տարհանելու Ռուսաստանի կոչին է հակադարձել Եվրահանձնաժողովը։ Եվրամիությունը շեշտել է, որ կպահպանի իր ներկայությունը Ուկրաինայի մայրաքաղաքում, չնայած պատասխան հարվածների սպառնալիքներին։ Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ Մոսկվան փորձում է պատերազմի մեղքը բարթել Ուկրաինայի վրա։ Ռուսական կողմը զգուշացրել է, որ տոնակատարությունների ժամանակ ցանկացած հարձակում կհանգեցնի հրթիռային զանգվածային հարվածի։ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը պաշտոնապես հռչակել է երկրորդ աշխարհամարտում Միացյալ Նահանգների հաղթանակի օր։ Սպիտակ տան հրապարակած փաստաթուղթն այս քայլը հիմնավորում է 1945 թվականին նացիստական Գերմանիայի վերջնական պարտությամբ։ Ըստ պաշտոնական վարկածի նացիզմի տապալումը դարձել է ազատության պատմության շրջադարձային կետը։ Թրամփն այս հաջողությունը վերագրում է բացառապես ամերիկյան զորքերի ու նրանց դաշնակիցների գործողություններին։ Նման հռչակագրով Վաշինգտոնը փորձում է սեփականաշնորհել համաշխարհային նշանակության հաղթանակի դափնիները։